Հայաստանի էներգետիկ համակարգի ամենախոշոր ընկերություններից մեկի Հայաստանի էլեկտրական ցանցերի ճակատագիրն անորոշ է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 4 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշում է կայացրել զրկել Տաշիր խմբին պատկանող ընկերությանը լիցենզիայից։ Գործընթացը սկսվեց եւ շարունակվում է Տաշիր խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի շուրջ քրեական գործի ֆոնին, որին մեղադրում են պետական հեղաշրջման կոչերի մեջ։ Նրա եղբորորդին Տաշիր կապիտալի գործադիր տնօրեն Նարեկ Կարապետյանը համոզված է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի կողմից ընկերության վաճառքի վրա դրված արգելանքի պայմաններում որևէ լուրջ ընկերություն հեծը չի գնի։ Ստոկհոլմի արբիտրաժը արդեն արգելք է դրել, ոչ մի աշխարհում ոչ մի լուրջ վարկանիշ ունեցող ընկերություն չի գա, չի գնի որևէ ընկերություն, որը միջազգային արբիտրաժով արգելք է դրած նրա օտարման, նրա հետ կապված որևէ գործար կատարելուն, եթե նրանք ուզում են ունենան միջազգային ներդրող Հայաստանում, նրանք պետք է հաշվի առնեն, որ այդ ներդրողները պետք է ունենան իրավունք արբիտրաժ դիմելու։ Եթե արբիտրաժ դիմելու իրավունքը մարդկանց ոտնահարվում է, ոչ մի լուրջ ներդրող Հայաստան չի գալու։ Փաստաբան Արամ Վարդևանյանն այս գործընթացն աբսուրդային է համարում, ընդգծելով, որ իշխանությունները պատրաստվում են բանակցել մի սեփականատիրոջ հետ, որին իրենք կալանքի տակ են պահում։ ՀՑԿՀ համապատասխան որոշման մեջ ինչ է ձևակերպվում։ Ասվում է, որ 3 ամիս ժամանակ կա, որ սեփականատիրոջ հետ բանակցեն։ 3 ամիս սեփականատիրոջ հետ բանակցեն, գնալու են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում բանակցեն։ Անկեղծորեն եմ ասում, սա նման է որոշակի իմաստով ահաբեկչական գործողության։ Մասնագետները զգուշացնում են լրջագույն ռիսկերի մասին։ Էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանը կարծում է, որ սա ոչ այլ ինչ է, քան սեփականությունը խլելու փորձ, որը կործանարար հետևանքներ կունենա Հայաստանի ներդրումային գրավչության համար։ Նրա խոսքով կատարվողը քաղաքական հաշվարկի արդյունք է։ Խնդիրը իրավական դաշտում է։ Արդյոք որ հեծին լիցենզիա զրկել ավելի շուտ իմ պատկերացում սա հեծի սեփականատիրոջից իր սեփականությունը խլելու փորձ է։ Ինչը բավականին վատ հետևանքներ կարող ունենալ ընդհանրապես Հայաստանի համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը սակայն ներկայացնում է իրավիճակի իրենց տեսլականը։ Ընկերությունը կշարունակի կառավարել ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, մինչև պետությունը կորոշի ընկերության հետագա ճակատագիրը, որի համար քննարկվում է 3 հիմնարար սցենար։ Պետությունը արդեն ինքը կորոշի պետականացված այդ ընկերությանը ինչ նոր կարգավիճակ տալ։ Իսկ այդ նոր կարգավիճակը այս պահին իմ մտքում առնվազն նշмарվում է 3 տարբերակ, թե որ ճանապարհով պետությունը կգնա, դա ժամանակը ցույց կտա։ Այսինքն տարբերակ 1 կարող են վաճառել այլ ընկերության, տարբերակ 2 կարող են կոնսորցիումով կառավարման տալ, պետությունը մասնաբաժին ունենա, կարող են պետական պահել։ Ժամանակ առ ժամանակ խոսում է, որ կարող է ինչ-որ թուրքական ընկերություն գա։ Սա նորից մասնավոր ընկերությունը կփորձի խուսափել sense խնդրից, բայց եթե քաղաքական որոշում ընդունեն, չգիտեմ, զուտ տեսականորեն դա հնարավոր չէ, ես առանձնապես դրան չեմ հավատում։ Ըստ Մանվելյանի, քանի դեռ գործում է Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը, որևէ միջազգային ներդրող ռիսկի չի դիմի հեծում ներդրում անելու։ Միջազգային ոչ մի ներդրող Հայաստան չի գա կոնկրետ հեծի համար, զուտ այն պատճառով, որ գտնվում է Ստոկհոլմյան դատարանի որոշումը կա։ Քան այդ որոշումը կա եւ Ստոկհոլմյան արբիտրաժային դատարանը այն չի չեղարկել, ոչ ոք ռիսկ չի անի Հայաստանում հատկապես հեծում, ինչ որ 1 կոպեկի միջազգային որցե խաղացող ներդրում անի։ Մասնագետը նաև մտահոգություն է հայտնում ընկերության տեխնիկական վիճակի վերաբերյալ։ Ցանկացած նոր սեփականատեր կամ կառավարիչ պետք է շարունակի մշտական ներդրումները համակարգի մաշվածությունը չեզոքացնելու համար։ Տարբեր կարծիքներ է շրջանառվում։ Օրինակ եմ որ հեծը կարող է բաժանեն մասերի եւ մաս-մաս վաճառել։ Ինչը իրականում շատ դժվար է, բայց եթե ասված չան ինչը իրականն է, սա կբերի էլեկտրոէներգիայի թանկացմանը։ Մասնագետը նաև կասկածում է, որ հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների խորացման եւ Թրամփի ուղու իրականացման ֆոնին ամերիկյան որևէ ընկերություն հեծի շուրջ ստեղծված այսօրվա պայմաններում կցանկանա ձեռք բերել ընկերությունը։ Աննա Հարությունյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։